Բարեձեզ հարգելի նախարար, Հանրային ժողովի հարգելի պատգամավորներ, ինքնայք եք պարոնայք, հարգելի հյուրեր, սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, միավորվելով հանուն սոցիալական աշխատության խորագիրը տվող միջազգային համաժողովի շրջանանը։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կառավարության համաժողովը վերածվել է կարևոր հարթակի, համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական արդարության ամրապնդման ու արդարապատիվ աշխատանքի գաղափարի առաջխաղացման համար։ 21-րդ դարի խորհրդային մարտահրավերների պայմաններում, երբ աշխարհը վերաիմաստավորում է աշխատանքի դերը, արդյունավետությունն ու ներառականությունը սոցիալական արդարության հարցը մշտապես հրատապելում է։ Այդուհանդերձ, մեզ համար սա ոչ թե տեսական կամ պարտադրանքային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բարելավիչ։ Հայաստանի Հանրապետության համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության և հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից և յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններն ի գործ դնել արժանավայրի կերպով մասնակցելու հանրային կյանքի բոլոր պատմություններին։ Այս համաժողովը թույլ է տալիս ոչ միայն արժևորել ձեր բերումները, այլ անդրադառնալ արտախանձիներին, վեր հանել նոր ուղենիշներ, որպես պետություն մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը առաջ մղել այնպիսի քաղաքականություններ, որոնք կտանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները և կերտում ներառական աշխատաշուկա։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է համակարգային բարեփոխումներ այդ ուղղությամբ։ Դրանց շարքում առանձնահատուկ կարևորությունն է աշխատանքային օրենսդրքի բարեփոխումները, զբաղվածության ղեկավարության հաստատումը, ինչպես նաև նոր թվային գործիքների ներմուծման գործընթացը, որոնք միտված են աշխատանքի և զբաղվածության ոլորտը դարձնել ավելի հաղթար, ճկուն և արձագանք ժամանակակից պահանջներին։ Սոցիալական արդարությունը հնարավոր չէ առանց ընդգրկուն համագործակցության։ Պետությունը միայնակ չի կարող հասնել դրա իրականացման։ Անհրաժեշտ է սերտ համագործակցություն մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ։ Սա է այն համատեղ ջանքերի մոդելը, որը իրական արդյունք է տալիս։ Ուրախությամբ նշում եմ, որ այսօր մեր կողքին են գործընկերներ տարբեր երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Սինգապուրից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, ինչպես նաև աշխատանքի միջազգային կազմակերպության բարձրաճան ներկայացուցիչ։ Այսպիսի մասնակցությունը ինքնին վկայում է այն վստահության և ընդհանուր հանձնարարության մասին, որ մենք հիշում ենք աշխատանքի ոլորտում համընդհանուր արժեքների տարածման գործում։ Տեխնոլոգիական զարգացումները, ժողովրդագրական շարժերն ու գլոբալ սոցիալ-տնտեսական անհավասարությունները պահանջում են նոր մտածողություն։ Այս համատեքստում մենք պարտավոր ենք վերաիմաստավորել աշխատանքի սոցիալական և քաղաքացիական նշանակությունը, որպես մարդու ինքնիրացման, ինքնաբավության և հանրային ներդրում ունենալու միջոց։ Հարգելի ներկաներ, այսօր մենք կրկին վերահաստատում ենք մեր հավատը աշխատանքի կարևորության գաղափարի համար։ Մենք հավատարիմ ենք այն տեսլականին, որի հիմքում արդարությունն է, գործող հնարավորություններով և իրագործված իրավունքներով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այս համաժողովի ձեր ներկայությամբ, փորձով և գիտելիքով աջակցելու համար։ Համոզված եմ, որ այս հանդիպումն է ավելի կխորացնի մեր փոխադարձ ընդդիմումը, կմեծացնի համատեղ ջանքերի արդյունավետությունը և կխթանի այն քաղաքականությունների ձևավորումը, որոնք իրական արժեք են հաղորդում մարդկանց կյանքին։ Մաղթում եմ ձեզ հաջող աշխատանք, շնորհակալություն։